HPV screen, PAP test եւ արգանդի պարանոցի քաղցկեղ։ Ինչ կապ կա այս երկու հետազոտությունների եւ ախտորոշման միջեւ։ Պարզաբանեմ։ PAP test-ը մեզ տալիս է հնարավորություն տեսնել եւ ախտորոշել արգանդի պարանոցի պաթոլոգիաները, ներառյալ ռեակտիվ փոփոխություններ, ֆոնային հիվանդություններ, նախաքաղցկեղային վիճակներ եւ արդեն իսկ արկա պրոցեսը։ HPV screen-ը դա լաբորատոր հետազոտություն է, որը տալիս է հնարավորություն հայտնաբերել պապիլովիրուսը, եթե այն արկա է, եւ ինչը շատ ավելի կարեւոր է, ճշտել տիպը։ Այսինքն մենք կարող ենք իմանալ եւ տիպը, այն օնկոգեն է թե ոչ, եւ քանակային ցուցանիշները։ Պապիլովիրուսի փոխանցման հիմնական եղանակները դա սեռական ճանապարհն է, լորձաթաղանթների շփումը։ Մարդը կարող է վարակել զուգընկերոջը, նույնիսկ եթե չունի ինքը որևիցե կլինիկական պատկեր։ Հայտնվելով օրգանիզմում վիրուսին անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, որ այն սկսի իր պաթոգեն ազդեցությունը։ Եվ դա իմունիտետի անկումն է, այսինքն հիմնական նախապայմանը, որպեսզի ակտիվանա վիրուսը, դա իմունիտետի անկումն է։ Իսկ բուժում, սպეციფიկ բուժում, որպեսզի մենք լրիվ վերացնենք վիրուսը, մենք չունենք։ Այսինքն պայքարի եւ բուժման հիմնական եղանակը դա իմունային համակարգի ակտիվացումն է։ Եթե ստեղծվում են պայմաններ, իմունիտետը ցածր է, արկա են բորբոքային ֆոն, ինֆեկցիոն հիվանդություններ, վիրուսը իհարկե ակտիվանում է եւ այստեղ մեզ գալիս է օգնության արդեն PAP տեստը, այսինքն առաջին պատկերը, որը մենք կարող ենք տեսնել, որ վիրուսը ակտիվացել է, որ այն որոշակի պաթոլոգիկ փոփոխությունների է բերում պարանոցը, դա արդեն իսկ մենք տեսնում ենք բջջաբանական պատկերով։ Վիրուսի առկայությունը ինքը իրանով վտանգավոր չի, եթե իհարկե չկան նախապայմաններ, սակայն վիրուսի առկայությունը հուշում է եւ պարտադրում է լինել հետեւողական, քանի որ ռիսկային գործոն է հանդիսանում եւ հնարավոր են համապատասխան փոփոխություններ բջջաբանական։ Եվ այստեղ նորից մենք վերադառնում ենք պարանոցի բջջաբանական հետազոտությանը, PAP տեստին, որը մեզ կարող է հստակ տալ պատասխան, եթե նույնիսկ արկա է օնկոգեն վիրուսը, եթե կան որոշակի փոփոխություններ անզեն աչքով տեսանելի, ինչ պատասխան ենք ստանում մենք բջջաբանական հետազոտություն կատարելիս, եւ եթե ունենք մենք որոշ փոփոխություններ, պարտադիր կատարում ենք կալպասկապիա։ Թեման շատ ծավալուն է, ես փորձեցի համառոտ ներկայացնել հիմնական կետերը, սակայն եթե լինեն հարցեր, ես պատրաստ եմ անդրադառնալ այդ հարցերին եւ պատասխանել։ Թեման իրականում շատ կարևոր է, շատ արդիական է։ Դուք արդեն հասկացաք, որ եթե լինել հետևողական, եթե լինել հերթականությունը պահպանել բոլոր հետազոտությունների, ապա շատ մեծ աշխատանք կկատարվի արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հարցում։